Խմբավար Միխայել Յուրովսկու ձեռքին 123 երաժիշտներ են հետևում, ժամանակ քիչ է մնացել։ Վաղ խորհրդանշական ժամին 20:15-ին Մայրաքաղաքի սրտում աշխարհի 43 երկրների երաժիշտները ներկայացնելու են հայոց վերածնության պատմությունը։ Նոն-ստոպ համերգին 4 դիրիժորների գլխավորությամբ միմիայն հայ կոմպոզիտորների գործեր են կատարվելու։ Խաչատրյանին, Բաբաջանյանին, Միխայել Յուրովսկին ծանոթ է մանկուց, կոմպոզիտոր հոր ընկերներն էին։ Для меня все эти имена, все эти фамилии Խաչատրյան, Բաբաջանյան այս անունները ոչ միայն հայկական մշակույթի, այլև եվրոպական մշակութային ժառանգության մաս են։ Նրանք ինձ համար հիմա էլ ողջ են։ Ջանլուկա Մարչյանն հրավերը միանգամից ընդունեց։ Իր ընկերներին էլ հորդորեց գալու միանալ միջազգային սիմֆոնիկ համերգին։ Հայկական երաժշտությամբ հիացած դիրիժորը ցանկանում է իր ներդրումը ունենալ հայոց ցեղասպանության հարցի բարձրացման գործում։ We are here commemorating the first genocide of the 20th century. Մենք այստեղ ենք 20-րդ դարի ցեղասպանության զոհերին հիշելու։ Պետք է դատապարտենք այն դրա կրկնությունը բացառելու համար։ Մարդ արարածը չի կարող անտարբեր լինել այս հարցում։ Միջազգային սիմֆոնիկ նվագախումբ կազմելն ու համերգ տալը բացառիկ երևույթ է։ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին 2404 նվագախմբում նվագելու են նաև հայ երաժիշտներ։ Հայաստանը երբեք չի եղել այդքան հարուստ իր երիտասարդ տաղանդներով, ինչը արդեն վկայում է մեր վերածնունդի մասին եւ այս համերգը, այս բոլոր երաժիշտները, որոնք շատ հայտնի են աշխարհում, եկել են Հայաստան մեր հետ ապացուցելու այն բանը, որ ազգը վերածնվել է եւ շատ ավելի բան ենք հասել եւ շատ բան ենք արել։ Սիմֆոնիկ համերգին որպես մենակատար կներկայանա նաև Ծիրանափողի հայ վարպետը։ Ջիվան Գասպարյանի մուտքը փորձասրահ իսկական իրարանցում է առաջացնում։ Երիտասարդ օտարերկրացի կատարողները լուսանկարվելու համար հերթ են կանգնում։ Սիրում եմ նրա դուդուկի կատարումները, ուրախ եմ հանդիպել նրան ու մասնակցել այս կարևոր համերգին։ Իսկապես հիանալի է լինել այստեղ, այս պատմական իրադարձությանը, ներկայացնել հայկական երաժշտությունը, այն հիասքանչ է։ Ժամանակակից հայ ամենաճանաչված դասական երաժիշտները Թավ ջութակահար Նարեկ Խախնազարյանն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը վաղը կմիանան նվագախմբին որպես մենակատարներ։ Աշխարհի 123 երաժիշտներից կազմված 2404 համաշխարհային նվագախումբը երաժշտության լեզվով կհիշի ցեղասպանության զոհերին, խաղաղության ու ներդաշնակության կոչ անելով աշխարհին։ Նազելի Գրիգորյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։